Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Հայաստանը սրընթաց քայլերով գնում է դեպի ընտրություններ եւ արդեն ուրվագծվում են ընտրությունների մասնակիցների ամբողջ սպեկտրը։ Մենք իհարկե ուշիուշով հետևում ենք այդ բոլոր իրադարձություններին, փորձում ենք հնարավորինս լայնորեն լուսաբանել այդ իրադարձությունները, որպեսզի ոչինչ չվրիպի մեր ընթերցողների աչքից, քանի որ նրանք բոլորը նաև ընտրողներ են եւ պետք է գնան հունիսի 7-ին իրենց քվեարկությունը կատարեն հօգուտ Հայաստանի ապագայի։ Այսօր շաբաթվա իրադարձությունները քննարկելու ենք Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Չգիտեմ նույնիսկ թե ինչից սկսենք այսօրվա խոսակցությունը, որտեղ այնքան շատ է կուտակված այս շաբաթվա մեջ իրադարձությունները, որ ընտրություն կատարելը մի քիչ բարդ է, բայց ես կարծում եմ, որ քանի որ դեռևս կարող ենք ասել, ընդդիմությունը շատ ակտիվ չի մտել քարոզարշավի մեջ, որովհետև իրականում քարոզարշավը պաշտոնապես չի էլ սկսվել։ Այո, այս ինչ որ կատարվում է քարոզարշավի նման այդ իրադարձությունները, դրանք կարելի ասել օրենքի խախտում են, բայց դե մեր Հայաստանում գիտեք ամեն ինչ կարող է, այո, օրենքի շրջանակներից դուրս իրադարձություններ շատ են կատարվում։ Մասնավորապես իշխանությունը ամբողջ թափով մտել է քարոզարշավի մեջ, իբր թե ներկուսակցական քարոզարշավ են անում, գնում են մարզերով, իրենց պատվիրակներին են քարոզչություն անում իրենց պատվիրակների շրջանը, որպեսզի այդ համագումարի ժամանակ իրենց ցուցակը կազմեն, բայց իրականում գնում են հանդիպում են գյուղերում, մարզերում մարդկան, զրուցում են, ամբողջ այդ ընթացքը տեսանկարահանում են, ցուցադրում են ամբողջ օրը, մենք տեսնում ենք սկսած են ուտելու process-ներից վերջացրած երկպար զվարճություններ, սրատուն մտնել նրա հետ զրուցել, այն երեխային բան անել, չգիտեմ, տարեց կնոջ տոպրակները տեղափոխել եւ այլն, այդ բոլորը պարզը որ այդ PR-ի, պրիմիտիվ PR-ի իրականում, այո, PR-ի շրջանակներում է իրականացվում։ Ես միշտ բայց տարակուսում եմ, ասում եմ, միթե մեր ժողովուրդը այդ պրիմիտիվ կտերը պիտի ուտի եւ դրանցով պիտի առաջնորդվի քվեարկության գնալիս եւ դա ինչքանով է ազդում նրանց վրա։ Ձեր կարծիքով այդ պերաշկի կուկուրուզ բան ուտել, չգիտեմ ինչ անել, այս մարդկանց գնալ ուսերին թփթփացնել, երեխաների հետ նկարվել, դա արդյոք ազդում է ընտրողի տրամադրվածության վրա ձեր կարծիքով։ Մեծ իմաստով կարծում եմ, որը ոչ։ Առերևույթ կարող է ստեղծվել տպավորություն, որ իշխանությունները իրենց վարքագծով, իրենց նիստուկացով, այդ ուտելով եւ այլն հрамցում են այն միտքը, որ ժողովուրդ նորմալ, սովորական կյանքով ենք մենք ապրում, որևէ սպառնալիք լուրջ խնդիրներ մենք չունենք, մանկապարտեզել ենք կառուցում, էսել ենք անում, բայց շատություն դարձրեք։ Իշխանությունը այս շփումների ժամանակ երբեք չի խոսում անվտանգության թեզերի։ Չի խոսում այն սպառնալիքներից, որոնք ձևավորվել են իր իսկ գործունեության կամ անգործության արդյունքում։ Այո։ Նա այդ մասին չի խոսում։ Ինչից ասեք խոսում են, բացի ամենակարևորից, ընդ որում հрамցվում է խաղաղությունը որպես իրենք իբր թե խաղաղության մարմնավորումն են եւ հрамցվում է որպես այսպես այլընտրանքը, իրենց այլընտրանքը ակնհայտորեն պատերազմ է։ Եվ նույնիսկ այս շաբաթվա մեջ ինքը բացահայտորեն ասաց, ընդդիմությունը գալիս է պատերազմ անելու։ Հենց սեպտեմբերին։ Սա խոսում է այն մասին, որ ինքը հանրության մոտ վստահություն ձևավորելու որևէ տարբերակ այլևս չունի։ Եվ սկսում է արդեն կոպիտ խոսալ ռազմական հնարավոր սպառնալիքների մասին։ Բայց ինձ մոտ որպես շարքային քաղաքացու հարց է առաջանում. այդ սպառնալիքներն ով ձևավորեց։ Ով ձևավորեց այդ սպառնալիքները։ Եվ արդյոք այս սպառնալիքները քո անձով չեն հենց պայմանավորված։ Ավելին ես ձեզ ասեմ։ Եթե 44 օրյա պատերազմը այդուհանդերձ Արցախի մասին էր, 44 օրյա պատերազմից հետո ընկած ամբողջ ժամանակաշրջան ինչ տեղի ունեցել, այլևս Հայաստանի Հանրապետության մասին էր։ Այն որ ես անընդհատ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, ինձ համար որևէ հոդաբաշխ մեկնաբանություն վարչապետի կամ նրա թիմակիցների կողմից չի հնչել։ Ինչն էր ստիպում 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը կայացնել եւ մեր բոլոր ուժերը հետ քաշել մոտ 15-20 կիլոմետր հետ քաշել։ Ինչն էր ստիպում։ Այդ այն ժամանակ
Տիկին Արմինե, երբ երրակողմ հայտարարության մեջ Այո, սևով ֆիքսել սպիտակի էին, վրա որ գրած էր, որ բոլոր զինված յուրաքանչյուր ուժերը կողմը մնում են կանգնում- իրանց այն տեղերում, դիսլոկացիայում, որը նրանք գրավում էին Այո, ստորագրության պայն, երրակողմ հայտարարության ստորագրության պայն։ Հետո հարց, ինչու է գրեցիք։ Ես հիշում եմ իր մեկնաբանությունը։ Կա այսպեսի բանավոր ընկալում, ինչ բանավոր ընկալում, ինչ ըմբռնում, երբ որ երրակողմ հայտարարությունն է ստորագրվել։ այո, Եվ երկրորդը, այդ կերպ մենք ըստ էության նպաստում ենք Սյունիքի, եթե որպեսզի ռազմական գործողությունը, այսինքն կուզի սպառնալիքները դեպի Սյունիք չտեղափոխվեն։ Այդ որոշումից եւ այդ քայլերը կատարած հաշված շաբաթներ հետո Սյունիքը 21 բացվեց կիլոմետր բոլորի առաջ։ Գորիս, Ղափան ճանապարհի 21 կիլոմետր հայտնվեց նրանց ռազմական վերահսկողության տակ։ Եվ Ավելին ադրբեջանական ես դրոշները ասեմ։ հայտնվեցին Կապանի հետ։ Ավելին ես ձեզ ասեմ, եթե դուք հիշում եք, նույնիսկ ծիծաղելի իրավիճակ ստեղծվեց։ Մեկի քաղաքացիներից մեկի տունը հայտնվում էր Հայաստանում, գոմը Ադրբեջան թե հակառակ, այսինքն այս աստիճան անպատրաստ քայլեր կատարվեցին, բայց այդ քայլերի արդյունքում սպառնալիքներ ձևավորվեցին։ Ընդ որում այդ սպառնալիքները կրկնեմ շարունակվեցին, այդ ձևավորման գործընթացը 21 թվականին ըստ էության, երբ որ ինքը խոսում էր խաղաղության մասին մուրճով, հիշում եք։ 21 թվականի նոյեմբերին արդեն մենք կորցրեցինք մեր տարածքի որոշ հատվածներ։ Եսի նկատնում իշխանասար, Սևջուր, հիշում եք, այն բարձր, չեմ անում, տարին 12 ամիս, 10 տարին 12 ամիս լեռնագագաթնում է պետք, բարձվեց պետք է մարդկանց։ Այո, այո։ Սա եղել է, չէ։ Եւ հիմա մենք 22 թվականին, կներեք, 22 թվականին Ջերմուկի հատվածում տեղի ունեցած ռազմական մարտական գործողություններում 200-ից ավել մենք զոհ ենք տվել։ Ինչ խաղաղության մասին եք խոսում։ Ես ինձ համար հասկանալի չի։ Ինձ համար բացատրելի չի։ Հասկանում եք։ Ինձ մոտ գիտեք, անցյալ օրը մտածում էի զարմանալի բան է։ Ըստ տպավորություն որ չարի վերջը կրկնում, բայց մի քիչ այլ ինտերպրետացիայով։ այո, Զաքերին հերթով տանում է։ Բայց հիմա կկուն Զաքերին է ասում, ուրիշ տարբերակ չկա, պետք է ասենց հաթաթ տանք, որ ես կկուս մնամ կենթանի։ Այո։ Չարի վերջի մի նոր ինտերպրետացիա հետ եմ ես բախվում, կներեք։ Ինձ մոտ էսի տպավորություն է։ Այսինքն, երբ որ ինձ ասում են, եթե ես չլինեմ, ապա պատերազմ կլինի, ես ասեմ, բայց կներեք, ինչով է պայմանավորված այդ մղումը։ Ինչու։ Չէ՞ որ Ադրբեջանը, ինչպես դուք եք ներկայացնում, նա իր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի կազմակերպում, չի ելնում, գոնե այդպես էինք հայտարարում, չէ՞։ Չի պայմանավորում ձեր առկայությամբ։ Ինքը ասում Հայաստանի իշխանությունն էր։ Եվ բոլորը վերջերս Ադրբեջանը Ալիևը հպարտանում էր, որ այլևս խաղաղությունը թղթի վրա չի, գործնական արդեն դրսևորումներ ունի։ Հիմա հարց, այսինքն Ալիևը բոլորն անում է քեզ համար։ Եթե մեր երկրի անվտանգությունը պայմանավորված է մեկ մարդով, կներեք դա այլևս անվտանգություն չի։ Այո, դե ինքը հենց դա էլ ուզում է անել։ Ես sense եմ պատկերացնում, որ ինքը ուզում է խաղաղությունը եւ իր անձը ասոցացնել միմյանց հետ վերել ամրացնել։ Մենք ձեզ հետ միասին հիմա զրուցում ենք քաղաքացու համար։ Ես իմ խոսքիս հասցեատերը Նիկոլ Փաշինյանը չի։ Իմ խոսքիս հասցեատերը իշխող կուսակցությունն չի։ Իշխանության ներկայացուցիչները չեն, որտեղ մեկը ինչ էլ ասես, նրանք չեն ընդունելու։ Իմ խոսքից մեր զրույցի, իմ պատկերացումը հասցեատերը, այո, շարքային մարդն է, ընտրողն է։ Այո, երբ որ բեսեդկաներ նստած բլոտ են խաղում կամ բան, ես նրանց համար եմ խոսում։ Ես նրանց եմ ասում, որ գիտեք, եղբայրներ, այսպիսի բան չի կարող լինել, որ երկրի անվտանգությունը պայմանավորված լինի մեկ մարդով։ Դա ամենախոցելի անվտանգությունն է։ Դե նախ դա սուտ է, դա սուտ է, եւ երկրորդ էլ մի հավատացեք ուղղակի, եթե այդ մարդով պայմանավորված լիներ, հիշում եք Իրանցում իր խոսքը։ Եթե մենք չտանք, մինչև շաբաթվա պատերազմը սկսելու։ Այո։ Ինչի մասն է, այսինքն տանք, իսկ այդ տալու որոշումը մի մարդ է կայացնում։ Հիմա հարց, մենք այդ գնով կամ նման խաղաղությունը, օրինակ, մեծ Հայաստանի քաղաքացիներից այդ գնով խաղաղություն ունենալը մեզ ապագա խոստանում է, ասում եմ ոչ։ Եվ երկրորդ հարցն է առաջանում։ Լավ, իսկ արդյոք կա հնարավորություն այլ կերպ խաղաղությունը դարձնել անշրջելի,
Ուրեմն խաղաղությունը անշրջելի պետք է դառնա Տիկին Արմինե, ոչ թե ինչ որ մեկով պայմանավորված, այլ խաղաղությունը պետք է անշրջելի լինի, որ ինստիտուցիոնալ առումով, այսինքն երկու թշնամի պետություններից որևէ մեկին ձեռնտուփ չլինի ռազմական ճանապարհով իր նպատակներին հասնելը։ Խաղաղությունը դա է։ Հետո գիտեք, ես մի բանով էլ լրացնեմ ձեզ, հա, եթե նկատել եք ինքը այս տարիների ընթացքում տարբեր փուլերում տարբեր բաներ է ասում, հա, մեկ ասում է պատերազմ կլինի, հետո ասում է մի որոշ ժամանակ զգում է, որ այդ իր սպառնալիքը մարդկանց զայրացնում է, վրդովեցնում է, ասում է, մենք արդեն խաղաղություն ենք հաստատել։ Հիշում եք անցած տարի 25-ի օգոստոսի 8-ի այդ համաձայնագրերը ստորագրելուց հետո եկավ ասաց, վերջ, խաղաղությունը արդեն հաստատված է, իրար շնորհավորում էին, բոլորը միաբերանետ էին բանանում։ Հիմա անցել է մի քանի ամիս, չգիտես ինչու, կարծես թե ավելի կայուն վիճակում ենք այսօր, քան թե անցած օգոստոսին, բայց հիմա ասում է, որ պատերազմ է լինելու։ Այսինքն մարդը մանիպուլյատոր է, մեծ ստախոս, իր հանուն, իր աթոռի պատրաստ է ասել ամենահակասական բաները, միմյանց հակասող արտահայտություններ անել։ Պատահաբար մի թեզ եմ կարդացել, որը այդ ձեր խոսքին շատ համահունչ էր։ Ասում է նա, ով մանիպուլացնում է անցյալը, իրեն զրկում է այսօրվա ներկայի ապագայի մասին խոսելու որևէ իրավունքից։ Սա հաստատի ճշմարտություն է։ Տեսեք, ես ուզում եմ մեկ ձեր թեման ավելի զարգացնենք։ Օգոստոսի 8։ Արդյոք Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերությունների խորացումը չի բխում մեր շահերից, ասում եմ բխում է։ Ակնհայտորեն բխում է։ Այո։ Հաջորդ քայլը։ Արդյոք ես մտածում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի Միացյալ Նահանգների միջպետական հարաբերությունները կարելի է որակել որպես ռազմավարական։ Ինձ համար դա շատ կարևոր է։ Օրինակ, ինչպես ենք մենք հասկանում ռազմավարականությունը հարաբերությունների։ Օրինակ, ինչու ենք մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները համարում ռազմավարական։ Ասեմ ինչու։ Որտեղ անվտանգության ոլորտում հարավային ուղղությամբ Ռուսաստանի համար եւ մեզ համար նաեւ անվտանգության ոլորտում սպառնալիքները նույնն են։ Արևելքից եւ արևմուտքից Ռուսաստանն էլ է մտահոգված Ադրբեջանի եւ Թուրքիայի վարկագծով մենք էլ, այսինքն դա կոչվում է ռազմավարական գործընկերություն, որովհետեւ երկարաժամկետ հատվածում անվտանգության ոլորտում մենք նույն սպառնալիքներն ունենք։ Հիմա ինձ հետաքրքրում է, հետո ընդհանուր տնտեսական շահեր ունենք, հարաբերությունների հետ, մեր հարաբերությունների ռազմավարականության իմաստը ո՞րն է։ Միացյալ Նահանգները չեն թաքցնում, Տրամպը չի թաքցնում, ասում է, այս ամեն ինչի մասին մենք խոսում ենք, տրիպ կասեք, ինչ ուզում եք ասեք, չէ՞։ Մեր նպատակն է օգտագործել Հայաստանի տարածքը միջինասիական երկրների էներգակիրները կամ այլ հնարավորությունները արևմուտք հասցնելու համար։ Հիմա այսինքն դուրս է գալիս, մեզ համար դա պետք է լինի մեր ռազմավարականությունը այդ կոնտեքստում կայանալու, որ դա մեզ պետք է լինի ձեռնտու։ Հիմա ես ձեզ բերում եմ Տիկին Արմինե թուրք վերլուծաբանի խոսքերը։ Այո։ Ընդ որում կգնում եք ես ասում, դա իմ խոսքերը չեն։ Թուրքը վերլուծաբանը ինքը ասում է պարզ մի բան։ Ասում է, գիտեք, ժամանակակից աշխարհում եւ ինքը ճիշտ է այստեղ։ Էներգետիկան եւ լոգիստիկան բաները, յետուղիները այլևս աշխարհաքաղաքականություն են։ Այսինքն էներգետիկան եւ լոգիստիկան աշխարհաքաղաքականություն է, բայց եւ եթե դա այդպես է, իր խոսքերն եմ համարյա կրկնում, չեմ ցիտում բառացիորեն։ Եթե դա այդպես է, ապա պետք է ցանկացած լոգիստիկ հնարավորություն օգտագործվի մարդկանց, մարդկությանը, ժողովրդներին բարիք ստեղծելու, բարիք ձև, այլ ոչ թե սպառնալիք որպես։ Սա այդ իր խոսքերն է։ Ու շարունակությունը։ Մեկ այլ թուրք վերլուծաբան ասում է, իսկ ինչ է տալիս այդ մեղրիով անցնող ուղին, կողմերին։ Տրիպ։ Ну, ժամանակ այդ մի քիչ շուտ էր գա։ Կողմերին ինչ է տալիս։ Այդ ամենի արդյունքում, եթե դա իրականացվի, այսինքն Զանգեզուրի միջանցքն ասում, թե ինչ են ասում, ասում է Թուրքիայի արտաքին կներեք, Թուրքիայի արտահանման ծավալները 310%-ով ավելանալու են։ 160 միլիարդից, խնդրում ուշադրություն դարձնեք, Թուրքիայի արտահանման ծավալները կդառնան մոտ 510 միլիարդ։ Միջինասիական երկրների հավաքական արտահանման ծավալը կավելանա մոտ 100 միլիարդով։ Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը
տարեկան 2%-ով կավելանա։ Իսկ ինչ կստանա Հայաստանը, ինքն Հայաստանը։ հարց տալիս։ Այո։ Հայաստանը մենք խոստանանք, որ քո մոտ ամեն ինչ լավ կլինի։ Այ մոտավորապես սա։ Այսինքն նրանք կոնկրետ ստանում են արդյունք։ վրա, հա, չենք Այսինքն մեզ ասում են, լսեք, մի փայլուն բան են քեզ ուտել, հորս արը քո մոտ լավ կստացվի։ Այմա սա եմ ես ասում։ Տեսեք, սա կրկնում եմ, դա Կայլան, Մելիք Կայլանի վերլուծությունն է։ Իմը չի։ Որը տպագրվել է Forbes-ում։ Հարց եմ տալիս։ Այս ամենը մեր իշխանության համապատասխան մարմինները, որոնք պատասխանատու են մեր երկրի անվտանգությունը երաշխավորելու առումով, չգիտեն, չեն կարդացել, չեն վերլուծել, հետևաբար։ Ես մոտ շատ բնական հարց է։ Բայց եթե դուք այս բոլորը չգիտեք, ինչ եք անում այդտեղ։ Իսկ եթե գիտեք հակառակն եք անում, ինձ մոտ հարց է առաջանում, իսկ ինչու։ Ինչու մեր հայրենական իշխանությունը իր քայլերով նպաստում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական ազդեցություն տարածաշրջանում անշրջելու դարձնելուն։ Ես ուզում եմ հասկանամ ինչու։ Վենսը ժամանեց Հայաստան։ Ես նորից եմ կրկնում, ես հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման, ընդ որում տնտեսության ամենատարբեր ոլորտներում, այդ թվում նաև բարձրագույն տեխնոլոգիաների, ժամանակից թվային տեխնոլոգիաների ոլորտում։ Ես դրա կողմնակիցն եմ, հարցը դա չի։ Խոսքը գնում է, թե արդյոք այդ փայլուն բաները, որ մեզ ցույց են տալիս, կյանքին կոչելու շահագրգռվածություն իրանց մոտ կա, թե ոչ։ Ինչու պետք է Միացյալ Նահանգները շահագրգռված լինի, որ Հայաստանը վերածվի, ենթադրենք, չիպերի արտադրության տարածաշրջանի եւ գուցե ոչ միայն տարածաշրջան, այսպես հզոր կենտրոնը։ Ինչու, ես չեմ պատկերացնում, որտեղ ոչ մի տենց ցելադվիժենի ոնց որ ասում են, մկանաշարժ ես չեմ տեսել Միացյալ Նահանգներում, բացի խոսել։ Մենք ինչ ունենք։ Մենք ունենք հուշագրեր։ Մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ այսօր հուշագրերի մակարդակում են, Տիկին Արմինե։ Այդ հուշագրերն են մեր իշխանություններին կներեք։ Ոչ։ Այդ հուշագրերն են, որ մեր իշխանություններին հույս են ներշնչում կամ իրենք փորձում են այդպես անցնել ու հարամցնում է, թե գիտեք ինչ կարտին Ամերիկայի Միացյալ Նահանգները մեջքին կանգնած են։ հա, բարեկամ։ Վենսը որ գնաց մի հատ բան Ադրբեջան ինչ ստորագրեց։ Ստորագրեցին խարտիա։ Խարտիա։ Խարտիան հուշագիր չէ։ Խարտիան միջազգային մի փաստաթուղթ է, նախ որը ենթակա է վավերացման, որը մի մակարդակ ավելի բարձր է։ Ավելին, խարտիան ստորագրող կողմերը այդ խարտիայով ստանձնում են պարտավորություններ միմյանց հանդեպ։ Իսկ մեր հուշագիրը, որը ստորագրվեց Միացյալ Նահանգներում, ամենավերջի, որը վերաբերում էր տրիպին, նրա նախաբանում հստակ գրած էր ամերիկացիների պահանջով կողմերը այս հուշագրով արձանագրված որևէ պարտավորություն այս հուշագրում արձանագրված դրույթների վերաբերյալ չեն կրում։ Այսինքն, եթե ես փորձում եմ հասկանալ ինչ է անում Միացյալ Նահանգները տարածաշրջանում, նրա քաղաքականությունը, ապա ես հասկանում եմ, որ Միացյալ Նահանգները նպաստում են Ադրբեջանի ռազմաքաղաքական, ինչու՞ չէ նաև տնտեսական, հա, միգուցե նույնիսկ աշխարհատնտեսական ազդեցությունը տարածաշրջանում անշրջելի դարձնելուն։ Մի բան որ մեր հանդեպ ես չեմ տեսնում, բացի փայլուն խոսքերից։ Այո։ Սա է իրականությունը։ Այդ վերաբերմունքը նկատելի է նաև Եվրոպայում, Եվրախորհրդում, ամենուրեք ուր գնում է ինքը։ Տեսեք, այդ եվրոպացիների հետ կապված մի օրինակ եմ ուզում բերել։ Մի միտք կա, չասեմ օրինակ։ Ես լսում եմ եվրոպացիները մտահոգված են մեր հանդեպ հիբրիդային ազդեցության, այն էլ հյուսիսից եկող։ Նախ հիբրիդային պատերազմ, հիբրիդային ազդեցությունը դա շատ-շատերը մեր քաղաքացիներից չեն իմանում։ Դա խոսքը գնում է հետևյալի մասին։ Նույն պատերազմն է, նույն առճակատումն է պետությունների միջև, միայն տարբեր կողմերից մեկը իր հակառակորդի նկատմամբ իր անվերապահ ազդեցությունը, հսկողությունը, գերակայությունը ապահովելու համար ոչ թե օգտագործում է ռազմական ճանապարհը, միջոցները, որտեղ դա թանկ է եւ կործանարար, այլ օգտագործում է քաղաքական, դիվանագիտական, մշակութային Սա են անում։ Հիմա ես ուզում եմ հարցնեմ, օրինակ երբ որ մեր վարչապետը առաջարկում է բանից ինչ են ասում, մեր գերբի վրայից վերցնենք Մասիսը։ Այդ պահանջը ռուսների պահանջն է։ Ռուսներն են այդ հիբրիդային ազդեցություն անում, թե արևմուտքը։
Իդեմ թեկուս հենց Թուրքիայի կամ այդ որի այդ գլխով բան է համաձայնության նշան տալիս այդ նույն կայակալասները։ Այո։ Հասկանում եք, կամ ասենք թե մնա, այսինքն ես ուզում եմ որ մենք հասկանանք, որ արևմուտքը իր համար այս իշխանությունները դիտում է որպես իր քաղաքականությունը անվերապահ իրականություն դարձնելու հնարավորություն։ Դրա համար ցանկացած գնով, այդ թվում նաև մեր ներքին գործերի մեջ միջամտելու գնով։ Այո, այո։ Մեր ներքին գործերի մեջ միջամտելու գնով։ Իսկ ինչու են այդպես անում։ Այս շատ էական է, որովհետև խորապես համոզված են, որ Հայաստանը վերջի վերջով դառնալու է ընտրություններից հետո դառնալու է այն պետությունը կամ օղակը, որը վերջնականապես Իրանը դրսից հյուսիսից կփակի։ Եվ վերջնականապես տարածաշրջանից դուրս կմղի նաև Ռուսաստանին։ Այսինքն հիմա ես շարքային քաղաքացու համար եմ ասում, մեզ որ տարբերակն է ձեռնտու։ Սա պետք է մենք հասկանանք։ Մեզ օրինակ վնասը մեր առևտրով զբաղվող բիզնեսմեններին, մեր ասենք թե նույնիսկ արտադրող բիզնեսմեններին վնասը մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ նորմալ։ Դա մեզ վնասում է։ Չէ, դե մեր տնտեսական հարաբերությունների 40%-ից ավելին Ռուսաստանի հետ է։ Եթե դուք Ռուսաստանին փորձում եք դուրս մղել տարածաշրջանից, դուք ըստ էության կտրում եք այն ճյուղը, որի վրա բոլորս ենք նստած։ Այդ թվում եւ բիզնեսմենները եւ հոգեվոր մշակութային ոլորտի մարդիկ եւ այլն։ Այդ թվում նաև քաղաքական գործ։ Հա, պարզապես այս մարդկանց չի անհանգստացնում, ուզում եք ապրեք, չեք ուզում մի ապրեք, աղքատությունը ձեր խնդիրն է, ձեր խնդիրն է։ Ծառերը կտրենք ոչինչ, դա բնությանը բան չի։ Անցյալ օրը զարմանալի մի ֆրազ եմ լսում, որտեղ եթե միջև այդ մենք լսում ենք աղքատ մարդը ինքը, եթե աղքատա մարդը իր խելքից աղքատ, անցյալ օրը լսում իսկ ասում է ինքն ասում, ես ապշած եմ մնացել։ Ասում է իսկ որտեղ է գրված, որ պետությունը աղքատների հարցով զբաղվի։ Չհասկացա, այս իշխանությունը ճառեր էր ասում, իշխանությունը ում համար ենք ստեղծել, այդ մարդիկ ընտրել են, որ դուք իրենց սոցիալական խնդիրները թեթևացնեք, չէ՞։ Հիշում եք այն 10,000 դրամով ավելացնեմ ինչ պիտի անեն։ Իհարկե 10,000 դրամով ավելացնես, իրան մեկը օգուտ չի տա իր կարծիքով, բայց միլիարդավոր դրամներով կարելի է իր մի քանի հոգի իր կողմնակիցներին հավելավճարների տեսքով տալ, ըստ էության կներեք ես մեր ամբողջ պատմության ընթացքում ես անկախության հավատացնում ձեզ բյուջեի նկատմամբ այսպիսի կազմակերպство, այսինքն բյուջեն թալանելու սեզբան ես երբեք չեմ տեսել։ Ակնհայտորեն բյուջեն օգտագործում են սեփական իշխանության նկատմամբ կամ նույնիսկ իր անձի նկատմամբ լոյալություն ապահովելու համար։ Հետո նույնիսկ չեն էլ չարչարվում օրենքներով դա հիմնավորեն, ինչ որ մի ձևով փաստաթուղթ դնեն դրա տակ։ Տեսեք, անցյալ օրը հետաքրքիր բան տեղի ունեցավ, չէ՞։ Առավոտյան ինքը մտնում է, Նիկոլ Փաշինյանը մտնում է եթեր, ասում է 10,000 դրամով կենսաթոշակները ավելացնում եք։ Լսեք, ես չեմ հասկանում, առանց օրենքի ո՞ց կարող եք դες բան անել։ Ոչ կա օրենք կա, ոչ կառավարության նախագծի մեջ են ներառել։ Նույնիսկ կառավարության որոշում չի կատարվել, չէ՞։ Դուք ասա չչացող բան է, չէ՞։ Բայց եթե ես մենակ կարող եմ որոշեմ, եթե ես կարող եմ միանձնյա որոշեմ ավելացնել թե չավելացնել, այսօր կավելացնեմ, վաղ կպակասացնեմ։ Ես ուզում եմ մի օրինակ էլ բերել, որտեղ դա շատ կարևոր է մեզ համարում։ Ես առաջին անգամ այդ իմ մոտ այս ինչ որ հիմա ես կասեմ, դա արտարոց թվաց։ Խոսքը գնում է 2021 թվականին, եթե դուք հիշում եք, փետրվարի 25-ին գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում էր կառավարության հրաժարական գլխավոր շտաբի պետը Օնիկ Գասպարյանն էր։ Այս ժամանակ գործում էր ընդդիմությունը առաջ էր շարժվում այդ հայրենիքի փրկության շարժման շրջանակներով եւ մարտի 1-ին ընդդիմությունը Բաղրամյանի պողոտայի վրա էր միտինգը կազմակերպել։ Ինքը Նիկոլ Փաշինյանը հանրապետության հրապարակում։ Ինձ արտարոց թվաց հետեւյալը, երբ որ ինքը դիմեց բանին, Օնիկ Գասպարյանին։ Բառացիորեն հետեւյալը. Օնիկ ջան, չէ՞ որ ես եմ քեզ տվել գեներալ գնդապետի կոչումը։ Ինչու ես դու իմ նկատմամբ դուք հասկանում եք, դուրս է գալիս ես ոչ թե գեներալ գնդապետի կոչում տալիս եմ, որ դու արժանի ես զինվորական այդ չինին, քո անցյալ ուղով կամ այլ տալիս եմ, որ դու լինես ինձ նվիրված։ Լսեք, այսպեսի բան չի լինում։
իշխանությունը այսպես ակնհայտ սեփական նպատակներին ծառայեցնել, ուղղակի ես sense դեպքեր չեմ Դե տեսել։ հիմա տեսեք, գնում են մարզեր, մարդկանց հարցնում է, չէ, տարեց մարդկանց, ասում է, ստանում ես թոշակդ, ավելացել է թոշակդ, ասում է, հա, ասում է, իսկ առողջապահության այդ ապահովագրությունից օգտվում ես, անում է, էլ ինչ անենք ձեր համար, տեսնում եք ինչեր ենք անում, ախր դա քո անձնական միջոցներից չես անում, դա հանրային միջոցներից է, մեր հարկերից է գումարվում, դու ով ես, որ Քինարներ լրացնեմ ձեզ։ Մի վեճի ժամանակ այդ ասում եմ իմ էշխերքն ասա որ ես ձեզ համար սես բանեմ։ Այ քեզ, արա դու հասկանում ես սա, ես լսեք, ես չեմ կարող սես բաներ հասկանալ։ Ինձ համար հասկանալի չի։ Եղբայր դու ընտրվել ես այդ ժողովրդին ծառայելու համար։ Այո, այո։ Անվերապահ Պետական ծառայելու բյուջեն համար։ էլ մեր բոլորիս գումարն է։ Դու ոչ թե քո հայացողությամբ դու կարող ես ծախսել ու դաժե նեղանաս, ասես այ իմ էշխերքն ասա որ սրանց համար, բա դու ում համար պետք է անես։ Ում համար ես կոչված։ Այո։ Սա է իրականությունը, գիտեք, սատանան մանրուքների մեջ է։ Այս մանրուքներում երևում է գործող իշխանության իրական դեմքն ու էությունը։ Այո, Սա է իրողությունը։ Եվ մեր քաղաքացիները սա պետք է գնահատեն։ Հիմա վերադառնալով նախընտրական այս process-ներին, հա, ինչ ենք նկատում։ Մի կողմից ուրեմն փորձում է մարդկանց կաշառել, ցույց տալ, որ ես եմ ձեզ, իմ շնորհիվ եք ապրում, ես ձեզ 10,000 ավելացրեցի, առողջապահությունը, չգիտեմ, ես արեցի, ասֆալտ արեցի, մանկապարտեզ սարքեցի, մի կողմից այդ գիծն է տանում, մյուս կողմից փորձում է վախեցնել։ Բոլոր հնարավոր ձևերով։ Անցած օրը այդ բրիֆինգում, որ ասում է պատերազմ է լինելու, սեպտեմբերին է լինելու, այս ընդդիմությունը, որ եկավ պատերազմ կլինի անպայման, եւ նույնիսկ լրագրողներին է սպառնում, ասում է դուք հաշմանդամ կդառնաք, եթե իշխանություն փոխվի, ասում է, որովհետեւ դուք չեք կարող այդպես աշխատել։ Եվ այդ լրագրողներին թույլ չեն տալիս, որ հակադրվեն իրեն, ասեն, այ երիտասարդ, դու ամբողջ կյանքում լրագրող ես աշխատել նախկին իշխանությունների օրոք, քեզ ինչու հաշմանդամ չեն դարձրել։ Այդ ոնց եղավ, որ դու կարողացար ապրես, աշխատես, վերջի բառերն ասես, ազգային ժողովում ինչ համարձակ ելույթներ ունենաս, օդում կախված լուրեր հրապարակես, ոչ մեկը քեզ դատի չտվեց, ոչ մեկը քեզ չպատժեց, ազատ քո լրատվամիջոցը գործում էր այդ տարիներին։ Հիմա ինչու պիտի փոխվի մեր կյանքը քո հեռանալուց հետո։ Եվ հիմա մի նոր բան է սկսել, եթե նկատել եք, պարոն Հարությունյան, հիմա ամեն օր ուրեմն մտնում է եթեր, զգացվում է, որ հոգեկան նաև նյարդային ինչ-որ վիճակում է, առաջարկում է ընդդիմության ներկայացուցիչներին, ասում է ժիմ արեք, որ ես համոզվեմ, որ դուք ուժեղ տղաներ եք, կամ ասում է Ծառուկյան, չգիտեմ, Սամվել Կարապետյան, արհամարել բառը գրեք առանց սխալների, որ մենք համոզվենք, որ դուք գրագետ եք։ Ես չգիտեմ, այս զավեշտը, այս ծաղրուծանակը պետական պաշտոնյայի նաև ընդհանուր երկրի հանդեպ, սա ուր է տանում, լավ, հաջորդը ամեն օր մի նոր բան է մտածում ես մարդը, որ մեր նյարդերի, մեր հանրային գիտակցության հետ խաղում է, այսպես մանիպուլացնում է, հրահրում է, սադրում է, փորձում է անընդհատ մեզ լարված պահել եւ այդ վախերով ներշնչել, որ պիտի ինձ անպայման ընտրեք այդ հունիսի ընտրություններում։ Տեսեք, դուք շատ կարևոր երևույթի մասին եք խոսում։ Այդ երևույթի անունը նորից առաջ մենք փաստորեն բանաձևեցինք։ Դա նշանակում է մանիպուլյացիա։ Երբ որ իշխանությունը իր նույնիսկ այս չնչին արածը փորձում է չման միշկան ներկայացնել ու ընդ որում դա վաճառել իր ընտրողի վրա։ Ձեզ համար եմ արել, գնացեք մատաղարեք, որ ես մնամ։ Սա կրկնում եմ, սա այլևս իշխանության սնանկության մասին է խոսում։ Սա ուրիշ բան չի կարող վկայել։ Սա մեկ։ Երկրորդը խաղաղության հետ կապված։ Ուրեմն մեր քաղաքացիները պետք է իմանան մի բան։ Եվ իդեպ այն ինչ որ հիմա ես կասեմ, դա մեզ համար չի միայն էական, այն հիմնական խաղացողներն են համոզված են դրան։ Հայաստանը տարածած ջանում այն երկիրն է, որի աշխարհագրական դիրքը պարտադրում է իրեն խաղաղություն ապահովել իր բոլոր հարևանների հետ, որտեղ մենք քանի որ բաց ելք ծով դեպի բաց ծով ելք չունենք, ապա մեր երկարաժամկետ հատվածում անվտանգ դինամիկ զարգանալու հնարավորությունը միշտ պայմանավորված կլինեն մեր հարևանների քաղաքական կամացությունությամբ։ Դե մեր նախկին բոլոր իշխանություններն են մեր հակված եղել այդ նկատառումներից ելնելով են նախկին իշխանությունները փորձում ցանկացած գնով
ձևավորել միջպետական այնպիսի հարաբերություններ հարևանների հետ, հատկապես արևելքից եւ արևմուտքից հարևանների հետ, որոնք մեզ հնարավորություն կտային դինամիկ զարգանալ եւ որը չէր առաջացնի առնվազն գոնե եթե չէր բխում նրանց շահից, գոնե նրանց մոտ չէր կարող առաջացնել մտահոգություն։ Հետաբար խաղաղության բանաձևը Տիկին Արմինե սա է։ Ոչ թե ինձ ընտրեք, որ իմ խաթր իր հենց ընտրեցինք հաջորդ օրն Սյունիքն է գնալու։ Կարող մի րոպե անգամ չկասկածել։ Սյունիքի նկատմամբ բոլոր սպառնալիքները ձևավորել են իր գործողությունների անգործության արդյունքում։ Սա ակնհայտ է, սա ես չեմ ասում, փաստերն են վկայում դրա մասին։ Սոտ խոզնավար ամբողջ հատվածի բոլոր ռազմավարական բարձունքները այսօր գտնվում են մեր թշնամու ռազմական վերահսկողության տակ։ Բոլորին վերջերս Արման Թաթոյանը ավելի կոնկրետ փաստեր է խոսում նոր դիրքերի ամրապնդման, նոր տիպի, որակապես նոր տիպի զենքի ուսումնամթերքի օգտագործման։ Սա պատահական բաներ չեն։ Ալիևն ասում էր ես մեքենաներով կմտնեմ Սյունիք, ինչու է այդպես ասում, որովհետև ինքը ասում է ես կարող եմ տանկերով մտնել, բայց չէ, մենք ունենք գործընկերներ Հայաստանում, մենք մեքենաներով կմտնենք Սյունիք։ Սրա մասին է խոսքը։ Արևմտյան Ադրբեջանը ես եմ օրինել։ Բոլորին վերջերս Ալիևի բառացիոն փոխում Ալիևի որ կես տարի հետո բարձ չէ ես ինչ կլինի։ Լսեք ասեց, ես որևէ մեկի տարածքի նկատմամբ հավակնություններ չունեմ։ Ես պատմական փաստերն եմ բերում։ Իսկ այդ պատմական փաստերը խոսում են այն մասի, որ Երևանը կամ ասենք դա Սյունիքը կամ եղել են երբ որ Երևանը կար, երբ որ հայոց պետությունը պետականությունը կար, Ադրբեջան գոյություն չուներ ընդհանրապես в природе, բնության մեջ չկար։ Բայց մարդը ասում է, ես գիտական միտքը աշխատում է այդ ուղղությամբ, որ հիմնավորի, որ իրենցն է տարածքը։ Ոչ, ասում ենք հանգարտ ձեն չհանենք։ Այսպիսի խաղաղությունը ես նորից ուզում եմ մեր քաղաքացիների ուշադրություն հրավիրեմ։ Այսպիսի խաղաղությունը մեզ լավ տեղ չի տանելու։ Շատ վտանգավոր խաղաղություն է սա տանելու է, դա խաղաղություն չի լինելու։ Դա խաղաղություն չի։ Դա նույնն է, ոնց որ գիտեք, հոժարակամ, այսինքն գլուխներս դնեն գելոցինի տակ։ Սա է։ Սա պետություն կորցնելու ճանապարհն է սա։ Մենք կանգնած ենք, մենք առաջիկա ընտրությունները դրանք գոյաբանական խնդիր են լուծելու։ Հայոց պետություն ու պետականություն պահպանվելու է թե ոչ, լինելու են թե ոչ։ Սա շատ էական նշանակություն ունի։ Ահա թե ինչու ես կարծում եմ ընդդիմադիր քաղաքական ուժերի հիմնական խնդիրներից մեկը ոչ միայն տնտեսական, սոցիալական հարցերը, իդեպ այդ առաջարկների մեջ հոյակապ առաջարկություններ կան տնտեսական, սոցիալական լուծումների, չեմ թաքցնում։ Մեկը մեկից լավ եւ մեկը մեկից հիմնավոր։ Որտեւ գրագետ թիմեր ունեն աշխատող, նրանք էլ գալու են իշխանության եւ այդ ամենը շատ կարեւոր է նաեւ անվտանգության խնդիրներ։ Այսինքն ինձ որպես քաղաքացի, այն մեր ընկերները, մեր տղերքը, եղբայրները, քույրերը, ինչպես ինքն է ասում, եղբայրները, որոնք նստած տարբեր բակերում իրենց ժամանակն են անցկացնում կամ բլոտ են խաղում կամ նրանց մի բան պետք է հետաքրքրի։ Արդյոք կա հնարավորություն այն սպառնալիքները, որ ձևավորվել են ջերմուկից սկսած մինչև ագարակ, հարավ, այդ սպառնալիքները չեզոքացնել, մեղմել։ Եվ արդյոք այդ հնարավորությունը Ադրբեջանի հետ համաձայնվելն է ամեն ինչում։ Անկասկած ոչ, հավատացնում ձեզ, ես անցյալ օրը լսում եմ նաև այդ անվտանգության ոլորտում թե Քոչարյանի թիմի հայտարարությունները եւ թե Սամվել Կարապետյանի, ես խորապես համոզված եմ, որ մենք հայ ժողովուրդը ընդ որում նաև միջազգային խաղաղությունը, եթե ժողովուրդը ամբողջությամբ աջակցի ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությանը առաջիկա ընտրություններում, միջազգային հանրությունը հաշվի է նստելու դրա հետ, վարիանտ չկա, որ հաշվի չնստի։ Այս մարդիկ գալիս են իշխանության ու նրանց նպատակ արդեն հայտարարված է։ Ոչ մի քաղաքական ուժ չի հայտարարում իր նպատակը ռևանշն է։ Ինչքան էլ փորձում են կպցնել ռևանշիզմ բառը մեր ընդդիմադիր հատվածին չի ստացվելու։ Որտեղ չկա այդպիսի բան։ Ի վերջո Ալիևին ասված ամեն մի ոչը չի, որ պատերազմ է նշանակելու։ Պետք է մի քիչ տղամարդ լինել, մի քիչ պինդ լինել, մի քիչ վճռական լինել, մի քիչ հայ լինել, վերջո, ասել որ չի կարող, չես կարող դու այդպես արտահայտվել, մարսել գնալ, չես կարող այս քայլը անել, այս ինչ բանը պահանջել մեզնից։ Ես միջև հիմա նորից այդ նույն հարցն եմ տալիս։ Ես միջև հիմա չեմ լսել իշխանության կողմից որևէ մեկի արձագանքը անդրադարձը արևմտյան Ադրբեջան թեզին։ Ես չեմ լսել։
Եթե լսել են, եթե ասվել է, թող մի հատ ինձ օրինակ բերեն։ Ինչի մասնախոսքը վախենում են Արցախ բառը արտաբերեն նույնիսկ։ Ապրեք։ Ուրեմն Արցախը տվեցինք, նվիրեցինք Ադրբեջանին, մնացինք անպատիժ, այն խիղճ աղջիկը մի հատ գիրք նվիրեց Վենսին, գործից հեռացրեցին։ Սա կներեք, սա աբսուրդ է։ Մեր հիշողությունը Սա աբսուրդ է, ջնջի արդեն ինքը։ Անցյալ օրը ես լսում եմ նաև խոսքը գնում է, սա շատ կարևոր հարց է։ Խոսքը գնում է, այո, մենք պետք է անդրադառնանք անկլավներին։ Ինչ անկլավներ։ Այո։ Ինչ անկլավներ։ Պարզ չի որ դուք եւ ընդ որում գիտեք ո՞ց են Եթե ներկայացնում։ մնաց հանձնելու Պարասկերի փոխանակություն։ Հիմա ես բանի Վայոց ձորի եւ Սյունիքի ժողովրդին եմ ասում։ Բառացիորեն եմ ասում։ Եթե անկլավների հարցը բերեցին Տիգրանաշենը հանձնելու են, իսկ Տիգրանաշենը հաշված շաբաթների դառնալու է ադրբեջանական ռազմական հենակետ։ Այդ ժամանակ դեպի հարավ կամ բուն Հայաստանի, մայր Հայաստանի հետ Սյունիքի հարավային մարզերի բանը կտրվելու ակնհայտ, որտեվ ջերմուկի գլխից խփելու են, Տիգրանաշենից խփելու են։ Всё, հերիկա մի քանի հատ կրակոց սա է լինելու։ Հետևաբար սա շատ էական նշանակություն ունի, որ մենք պետք է հասկանանք, թե ինչին ենք ասում այո։ Ինչին ենք ասում այո։ Օրինակ, մեր տղամարդիկ, տան տղամարդը ողնաշը ուրիշ պահելու իրավունք ունի, թե չէ։ Անկախ նրանից թե հարևանը ոնց է դրան վերաբերվում։ Նույն բանն էլ մեզ է վերաբերում, այստեղ։ Այս ժողովուրդը, որ պատմական հզոր անցյալ է ունեցել։ Ես մի օրինակներ եմ ուզում բերել, որովհետեւ մեր հայերը, մեր քաղաքացիները ուրեմն Հայաստանը ՄԱԿ-ում Միացյալ Ազգերի կազմակերպություն կա 5 քաղաքակրթությունների ալյանս։ 5 թե 6 պետություն է դրա մեջ։ Այդ թվի մեջ դրանց մեջ մտնում է նաև Հայաստանը։ Աշխարհը այս ժողովրդին դիտում է որպես սեփական քաղաքակրթական ներդրում ունեցող պետություն ժողովուրդ։ Սա տարածաշրջանի հայերը, ես գլուխ չեմ գովում։ Ես փաստ եմ արձանագրում։ Ամենահին քաղաքակրթությունն է, որ կանգնած է նաև եվրոպական քաղաքակրթության ակունքներում։ Հիմա ես հարց եմ տալիս։ Այսպիսի պատմական հզոր անցյալ ունեցող ժողովուրդը իրավունք ունի գլուխը կախել։ Ով է այն անհատը, որ ինձ պետք է պարտավորեցնի, որ ես մոռանամ իմ պատմությունը, իմ ինքնությունը։ Ով է դա։ Եվ գլուխը կախելը դեռ կտեսնենք սրանց, եթե հանկարծ վերընտրվեցին դրանից հետո։ Դրա համար ես պարզ բան եմ ասում։ Ասում եմ մենք յուրաքանչյուրս անկախ պաշտոնից նախևառաջ մեզ պետք է զգանք հապարտ, որտեվ հայ ենք։ Այո, ես կրկնում եմ հայ լինելը հպարտությունը։ Հայ լինելը, որտեվ մենք աշխարհին տվել ենք նարեկացի։ Մենք աշխարհին տվել ենք Խաչատուրյաններ, տվել ենք Համբարձումյաններ, Գալամյաններ, Գուրզադյաններ, տվել ենք Արշիլ Գորկիներ, Վիլյամ Սարոյաններ, Ազնավուրներ, մենք ենք տվել։ Ոչ մեկը չի տվել մեր փոխարեն։ Եվ մենք այս արևի տակ մեր տեղը պահելու բացարձակ իրավունք ունենք։ Բացարձակ։ Անկախ նրանից ով ինչպես է մտածում։ Ես այսպես եմ հասկանում։ Այո, անկախ Եվ ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները հիմա հենց այս հարցերում պետք է կողմնորոշվեն։ Հենց այս հարցերում։ Հայ ենք մենք, թե ոչ։ Իմ արմատներով, իմ քոքով, բուսով, իմ նիստուկացով, իմ երեխեքի հայր լինելով, իմ թորների պապիկ լինելով, մենք հայ ենք, թե չէ։ Սա է հարցը, Արմինե։ Ուրիշ հարց չկա։ Ու առաջիկա ընտրություններից սրա պատասխանն են տալու։ Այո, եւ պետք է մարդիկ իմանան, որ եթե մնաց այս իշխանությունը, Աստված ոչ չարացե, իրենք ոչ միայն պատմությունն են մեր ջնջելու, մեր հիշողությունը, Արցախի մասին ընդհանրապես պետք է մոռանանք, քայլ առաջ են գնալու եւ անկլավ են տալու եւ ցեղասպանությունն են արգելելու, հիշել եւ ուրիշ ավերածություններ են անելու։ Հնարավոր է որ պատմության թանգարան փակեն, չգիտեմ, գիտական ինստիտուտներ փակվեն, պատմությունը ընդհանրապես դպրոցի ուսումնառությունից անեն։ Հիմա մեր ընդդիմությունը ավելի շատ պիտի զբաղվի դրանով։ Այ հիմա ընդդիմությունը պիտի վախեցնի ժողովրդին, թե ինչ կարող է նշանակել, եթե Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության։ Մենք տեսնում ենք, որ ճիշտ հակառակ process-ն է գնում, ինքն է դեռ վախեցնում մեզ։ Ինքը փորձում է։ Այդպես չի, որ ինքը հաջողվելու է։ Ես այդ կարծիքին չեմ։ Ես այդուհանդերձ
շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ մեզանում կա եւ Վանեցու, եւ Մշեցու, եւ Իգդիրցու այն անդեղից եկող գեները կան, հասկանում եք։ Այսինքն ես ոչ թե ուզում եմ որ ճիշտ հասկացվի, ես ասում եմ այն մարդիկ, իմ պապը, որ Վանից էր, նա տեսել է այնպիսի մի բան, իմ հայրս էլ դու ինձ պատմում էր։ Այո, թող մեր երեխաները չտեսնեն, որ մեր երեխեքը չտեսնեն, խոսքը սրա մասին է։ Ես ասում եմ, արդյոք այդպիսի հնարավորություն կա, ասում եմ, այո, այսօր բոլոր հնարավորությունները կա միջազգային այս մեծ process-ի մեջ ներկայանալ այնպիսի առաջարկություններով, որ միայն անտրամաբանական կլինի, միայն տրամաբանությունի զուրկը կարող է պահանջել, որ ասել դուք սխալ եք ասում։ Մենք ասում ենք, նորից եմ, իմջալոց այս բանը եւ Սամվել Կարապետյանի թիմը, եւ Քոչարյանը իր խոսքի մեջ հատկապես վերջի շատ հստակ ասեց, մեր նպատակը Ադրբեջանի հետ խաղաղության հասնելն է, բայց այդ խաղաղությունը պետք է լինի ոչ միայն արժանապատիվ, իսկ արժանապատիվ խաղաղություն Տիկին Արմենը նշանակում է, որ հարևանը ճանաչում է իր մյուս հարևանի անվտանգ դինամիկ զարգանալու իրավունքը, անվերապահ ճանաչում է։ Ուրեմն դա ոչ միայն պետք է լինի արժանապատիվ, այսինքն կամքի վրա խարսխված, այլ ինստիտուցիոնալ առումով պետք է բալանսավորված լինի։ Պետք է մենք հասնենք այնպիսի փոխհարաբերությունների Ադրբեջանի հետ, որ պատերազմը մեր միջև խնդիրներ լուծելու համար թե հայերի, թե Հայաստան եւ թե Ադրբեջանի համար լինի ամենավոչ նպաստավորը։ Սա է խաղաղության բանաձև, ուրիշ բանաձև չկա։ Ես ասում եմ, այդպիսի հնարավորություններ կան։ Սկսած ապաշրջափակումից, որը մենք պարտադիր դա պետք է արագացնենք, դրա վերաբերյալ շատ եմ խոսացել, նույնիսկ արդեն անհարմար է ուզում այդ թեմայով խոսալ։ Վերջացրած սահմանազատմամբ, սահմանագծմամբ։ Իդեպ մի միտք եմ ուզում ասել, կարող է ժամանակը, բայց ներող կա ձեր լսարաններ ինձ թողների։ Տեսեք, սահմանազատման եւ սահմանագծման համար հաճախ օգտագործում է ինձանից դա եղել է Փաշինյանի պասով, Փաշինյանի նախաձեռնությամբ։ Ալմատի հռչակագիրը ընդունում ենք հիմք։ Պարզ է։ Ես դրան դեմ եմ, բայց դա չի կարևոր։ Աշխարհն ասում է այտենց պիտի լինի։ Ալմատի հռչակագիրը ընդամենը մի բան է գրած։ Երկու տող այդ առումով գրած է, որ կողմերը, այսինքն բոլոր նրանք, ովքեր ստորագրեցին Ալմատի հռչակագիրը, այդ թվում է Հայաստանը եւ Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածք, հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ճանաչում վարչական սահմանը իրար միջև բաժանող որպես պետական սահման։ Այսինքն 91 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ինչպիսի վարչական սահման ձևավորված է եղել խորհրդային շրջան, դա մենք պետք է ընդունենք որպես պետական սահման։ Համաձայն եք, ոնե դա այդպես Ալմատի հռչակագիրը։ Հիմա ամենակարևորը գիտեք որն է, որ 84-88 թվականների ընթացքում 1984-88 թվականների ընթացքում կենտրոնական կառավարության Մոսկվայի կառավարության հանձնարարությամբ Ադրբեջանն ու Հայաստանը անց են կացրել իրենց սահմանագծումը։ Այո։ Եվ դրա վերաբերյալ Տիկին Արմենը, այո, Մովսիսյանը եղել է հանգուցյալ լուսահոգի Մովսիսյանն մեր կողմից, որը մեծագույն ավանդ ունի, նպաստ ունի այդ հարցում։ Հիմա ասում են դա չկա, նորից սկսենք սահման գծել իրար մեջ։ Կներեք, չկա 198 արձանագրություն է գրվել եւ ստորագրվել երկու կողմից, որոնք նկարագրում են ամբողջ սահմանը 930 քանի կիլոմետր սահմանը Նախիջևանով եւ Ադրբեջանով։ Այդ 198 արձանագրություններում բառացիորեն նկարագրված։ Օրինակ, այս թուփից, այս քարից, որ հայտնի է, այսքան քայլ, այս թուփ դեպի այս քայլ, այսպես նկարագրած է սահմանը։ Ոչ միայն սահմանը նկարագրված է, այլ նաեւ սահմանային հնասյուններն են խփվել։ Այդ սահմանի վրա Այս հարցում էլ են սուտացել սրան։ Այս հարցում էլ են խախտել հասարակությանը։ Ամենակարևոր հարցը։ Այդ փաստաթուղթը, այդ աշխատանքները ավարտվել են ուշադրություն դարձրեք Հայաստանի կառավարության եւ Ադրբեջանի կառավարության հաստատմամբ, այսինքն կառավարությունները որոշում են կայացրել ճանաչել խորհրդային շրջանում այդ սահմանազատված կամ սահմանանշված վարչական։ Հիմա ինձ մոտ հարց է առաջանում։ Դուք այս փաստաթղթերը եթե չունեք, այստեղ մենք ունենք մեր գործընկերներից մեկը պատրաստ են ներկայացնել բոլոր արձանագրությունները։ Բոլոր արձանագրությունները գծում, որ մենք չգիտենք։ Ինչ նոր սահմանազատում անում։ Արդեն եղածը կա եւ դրա մեջ դուք ոչ մի անգլավ չեք տեսնի։ Ոչ մի անգլավ չեք տեսնի։ Պետության հայրենիքի դավաճանությունը սոցիալ։ Հիմա ես հարց եմ տալիս։ Ես եւ դուք շատ լավ հասկանում ենք։ Եթե Տիգրանաշյանը զիջում ես Ադրբեջանին, ինչ
ուզում եք հիմնավորմամբ։ Անունը տակ։ Ինչ էլ ուզում եք ասեք, Արտվաշենն է փոխանակը, թե Արտվաշենը մեզ ինչ դիտա չգիտեմ, բայց ինչ պարզ է, չէ՞ որ դա դառնալու է ռազմական հենակետ Ադրբեջանի։ Այդ ճանապարհը, որ մեզ Երևանը կապում է Մեղրի հետ, այդ ճանապարհը հայտնվելու է Սյունիքի հետ։ Այդ ճանապարհը հայտնվելու է մի կողմից Ջեյմունքի գլխին նստած ադրբեջանական զինված ուժերի, մյուս կողմից արդեն Տիգրանաշեն, եթե դա այդպես լինի, ով է մեզ թույլ տալի, որ մենք հանգիստ անվտանգ երթևեկենք։ Պարզի որ հաշված ամիսների ընթացքում Սյունիքը դատարկվելու է։ Սյունիքը դատարկվելու է։ Խոսքը սրա մասին է։ Խոսքը սրա մասին է։ Եվ հիմա մեր քաղաքացիները սա պետք է գիտակցեն։ Վայոց ձորցիները, սյունիքցիները, սիսյանցիները, գորիսցիները, մեղրեցիները սա պետք է գիտակցեն։ Այդ մի երկու գունավոր մանկապարտեզով չխաբվեն ուղակի մարդիկ, էլի։ Այո։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան։ Կարծում եմ հետաքրքիր զրույց ստացվեց։ Եթե ձեր համբերությունը չարաշահեցին երբ։ Չէ, ոչինչ։ Այսօր այսքանը կհանդիպենք։